աշխարհագրությունը հետևյալն է։ Ես հանդիպումներ եմ ունեցել Չինաստանի նախագահի հետ, Ռուսաստանի նախագահի հետ, Միացյալ Նահանգների նախագահի հետ, Ֆրանսիայի նախագահի հետ, Իրանի նախագահի հետ, Թուրքիայի նախագահի հետ, Ադրբեջանի նախագահի հետ, Վրաստանի վարչապետի հետ, Եվրամիության հանձնաժողովի նախագահի հետ, Եվրամիության խորհրդի նախագահի հետ։ Այս տարի Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահն է այցելել Հայաստան, պետքարտուղարն է այցելել Հայաստան։ Մի քանի տասնյակ երկրների առաջնորդներ են մայիսի 4-ին այցելել Հայաստան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի Երևանյան գագաթաժողովի մասնակցելու համար։ Տեղի է ունեցել Հայաստան Եվրամիություն երբևէ առաջին գագաթաժողովը եւ այս ամենի արդյունքում շատ կարևոր մի բան է տեղի ունեցել, ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքն ենք մենք փոխել, որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետությունը այլևս հակամարտության փակուղի չէ, այլ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության խաչմերուկ է։ Ընդամենը օրեր առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ընդամենը մի ժամով եկավ Հայաստան եւ եկավ մի թուղթ նախաստորագրել, այսինքն 3 թուղթ ստորագրեցին, բայց հիմնական նպատակը մի թուղթ ստորագրելն էր։ Դա TRIP նախագծի իրագործման համաձայնագիրն էր։ Պատկերացրեք, այդ թուղթը ինչ կարևոր նշանակություն ունի, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հարկահամարում մի ժամով գա ստորագրի եւ հեռանա։ Բայց այդ թուղթը մեծ նշանակություն ունի մեզ համար, որովհետեւ այդ փաստաթղթով ի վերջո վերջնականապես հոդս ցնդեցվեց մի շարք ընդդիմադիր, ես կասեի լրտեսական ուժերի կողմից արդեն 4 տարի Հայաստանի օրակարգ ներմուծվող այն թեման, թե իբր Հայաստանի կառավարությունը միջանցք է խոստացել, Հայաստանի կառավարությունը միջանցք է տալիս եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա ստորագրված փաստաթղթում արձանագրվեց, որ TRIP նախագծը իրականացվելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո։ Եվ այդ ձևակերպումն էլ, եթե որևէ մեկին բավարար չթվա, եւս մի պարբերություն ավելացվեց, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը TRIP նախագծի իրականացման բոլոր գոտիների վրա։